Եթե Օսմանյան կայսրության եւ նրան ենթակա Ղրիմի խանության հետ բախումները Ռուսաստանի պատմության մեջ սովորական երևույթ էին դարձել, ապա Պարսկաստանի հետ հակամարտությունը արդեն նոր երևույթ էր, 18-րդ դարում իր առաջին դրսևորումներն են ունեցել, բայց հենց ի սկզբանե դեռևս 1722-ին անգամ Պյոտրը փորձում էր այս միջամտության ռազմական իր գործողությանը որակումն այլ կերպ տալ, իբրև նա գնում է ապստամբներից պարսկական շահին փրկելու, որտեղ 1722-ին այնտեղ աֆղաններն էին ապստամբել, ուզբեկները եւ այլն։ Իհարկե մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ ռազմաքաղաքական հետաքրքրություններ են առաջին պլանում, սակայն Պարսկաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտությունը չէր հասել գաղափարական այնպիսի տարանջատման, ինչպես որ կար Օսմանյան կայսրության հետ, որտեղ օրինակ Եկատերինա II-ը Կոստանդնուպոլսի պատկանելության հարցը դնում էր նույնիսկ բյուզանդական ժառանգության տեսանկյունից, այսինքն քաղաքներ հիմնելիս դնում էր հունական ձևակերպումներով վերջավորություններ, Ստավրոպոլ, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ եւ այլն, որը հստակ ցույց էր տալիս նրանց երբեմնի իբրև թե հունական, տվյալ դեպքում բյուզանդական ժառանգության վրա հիմնվածն է եւ այո, այդ տարածքները ժամանակին բյուզանդական կայսրության մաս էին եղել եւ փորձում էր հիմնավորել իբրև այդ ժառանգությանն են տեր կանգնում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։